Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Հայաստանյաց արաքելական մեր Սուրբ Եկեղեցու դոնացուցին համաձայն նախքան Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան վերջին շաբթվա բայեցողությունը մեր եկեղեցու մեջ գնշվին ու գդոմվին 4 ավակ դոներ։ Առաջին ավակ դոնը, մեծ դոնը նվիրված է Դավիթ Մարգարեին եւ Հակոբոս Դիառնեղբոր միասին։ Երկրորդ ավակ դոնը Սուրբ Ստեփանոս նախավգային նախասարգվակին դոնն է։ Երրորդը Սուրբ Պետրոս Արաքյալի եւ Բողոս Արաքյալի դոնն է եւ չորրորդը զոր այսօր գդոն է մեր եկեղեցին որոդման որդիներու դոնն է։ Ովքեր են որոդման որդիները? Զեփեթեոսի որդիներն են, այսինքն Հիսուսի 12 առաքյալներ են Հակոբոս եւ իր եղբայրը Հովհաննես։ Հիսուս զանոնք գոչեց որոդման որդիներ։ Այս մասին կգարտանք Մարգոսի Ավետարանի 3-րդ գլխու 17-րդ համարի մեջ։ Գսե Զեփեթեոսի որդիները Հակոբոսն ու եղբայրը Հովհաննեսը, որոնք փոաներքես, այսինքն որոդացող մարդիկ գոչեց։ Հետաքրքրական է սիրելներ, որ Հիսուս Քրիստոս այս երկու եղբայրները գոչեց որոդացող մարդիկ։ Ինչու համար? Իրենց նախ Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքին ու նախանցախնդրության համար։ Եվ մանավանդ կգարտանք Ղուգասու Ավետարանի 9-րդ գլխու մեջ սկսյալ 51-րդ համարեն, թե ինչպես օրը, երբ Հիսուս իր կյանքի վերջավորության Երուսաղեմ պիտի երթար, ճանապարհին ուզեց Սամարիա մտնել եւ պատգամավորներ գրգեց իր մի առաջ, որբեսի դեղ պատրաստեն եւ Սամարիայի քյուրերեն մեկը դերը այնտեղ ուրեմն մնար, քանի մոր։ Երբ կացին պատգամավորները դեղվույն մարտիկը սամարացիները մերժեցին Հիսուսը ընդունել իրենց մեջ, արարգերով որ քանի որ Հիսուս Երուսաղեմ գերտար եւ սամարացիներն ու հրյաները իրարու գատեին, հետեւաբար մերժեցին։ Երբ մերժեցին, Հակոբոս ու Հովհաննես այս երկու եղբայրները լսեցին, որ սամարական քյուղմը կմերժեր Հիսուսի դիրոջ իրենց մեջ կալուստը, անմիջապես որոդացին փարգությամբ եւ իրենց նախանցախնդրութենեն մեկնած դարձան եւ Հիսուսի սին դեր գուզես որ երկինքեն գրակ դեղա եւ ըսպաննե զանոնք գուզես որ ասենք որ երկինքեն դեղա գրակ մենք ասենք հրամայենք որ երկինք գրակ դեղացուր եւ այրե ըսպաննե ըսպարե այդ քյուղացիները սամարացիները տեսեք սիրելիներ ինչպես որ որոդումը այսպես հզոր ցայն գահանե իրենք ալ այդպես հզոր ցայն հանեցին որոդացին եւ Հիսուս իրենց սավ հանդիմանեց զանոնք անշուշտ ասելով չեք գիտեր թե ինչ տեսակ հոգի կպատկանիք որովհետեւ մարդու որդին չեկավ մարդի գործընծնելու այլ զանոնք բրգելու եւ սիրելիներ որոդման այս որդիները ճիշտ է որ որոդումի բես եղան Հիսուս գիտեր իրենց նկարակիրը, բայց որքան Քրիստոսի մոդեցան, այնքան սիրով լեցվեցան մարդոց հանդեպ։ Իրենք էր, որ սիրելներ դարձյալ կգարտանք Մարգոսի Ավետարանի 10-րդ գլխու մեջ, թե օրը մոդեցան Հիսուսի, երբ իմացան, որ Հիսուս պիտի մահանար եւ խնդրեցին, որ Հիսուս խոստանար իրենց, որ իր արքայության մեջ զիրենք պիտի նստեցներ իր աջ ու ցախ կողմերը։ Եվ Հիսուս սա որ դուք չեք գիտեր ինչ կխնդրեք։ Եվ Հիսուս իրենց հարցուց. Գրնակ խմել դարաբանքի այն բաժակեն, որ ես պիտի խմեմ, կամ գրնակ հանցնարնել այն մգրդությունը, որով ես պիտի մգրդվիմ։ Եվ անոնք ալսին, այո գրնանք։ Ուրեմն իրենք սիրելներ դարաբանքի բաժակեն հանցնարին։ Իսկապես ալ Հակոբոս Արաքյալը Արաքյալներու մեջ առաջին եղավ, որ նահատակվեցավ Հերովդես Ագրիպասի ժամանակ սիրելիներ 41-44 թվականներուն կգարտանք
իր նահատակության մասին Գործ Կարաքելոց գրքի 13-րդ գլխի մեջ, թե ինչպես այդ օրերուն Հերովդես թագավորը սկսավ հալածանք անել եկեղեցու անդամներեն ոմանց դեմ, նախ սուրովը սպանել դվավ Հակոբոսը Հովանեսի եղբայրը։ Հետևաբար առաքյալներու մեջ առաջինն էր Հակոբոս, որ նահատակվեցավ։ Եվ գսվի սիրելներ եկեղեցական ավանդությունը գսե, որ քանի որ իրեն գլուխը գդրեց Հերովդես, հրեշտակները անոր գլուխը վերցուցին գլխաշորի մեջ եւ բարձրացած փերին այն վայրը ուր Աստվածամայրը եւ Հակոբոս դիառնեղբայրը նստած էին, Հակոբոս դիառնեղբոր դունը, եւ այնտեղ հանգչեցուցին գլուխը Հովանես առաքյալի, Հակոբոս առաքյալի, եւ այդ վայրը սիրելներ այսօր այն եկեղեցին է Երուսաղեմի մեջ, որ հայոց կպատկաննի, Սրբոց Հակոբյանց վանքը։ Ինչու համար Սրբոց Հակոբյանց հոգնագի կգոչվի, որովհետև անիկա Հակոբոս դիառնեղբոր դունն էր եւ այնտեղ նաեւ թաղված է Հակոբոս դիառնեղբայրը, իրեն համար նաեւ հadouk քահգա սիրելներ, որ պատրիարքը դարին մեկ անգամ այդ քահին վրա կբարձրանա Հակոբոս դիառնեղբոր դոնին, եւ նաեւ երբ կմտնեք Սրբոց Հակոբյանց վանքը Հյուսիսային բադին այնտեղ սիրելներ բզդիկ մադուր մգա ուր գլխաթիր Հակոբ առաքյալին գլուխը գա Սուրբ Հակոբի գլուխը այնտեղ տրված է եւ նաեւ կգոչվի դեպապար գլխաթիր ուր որ գլուխը տրված է իսկ մարմինը կգտնվի Սպանիո մեջ եւ Աստուծո գամքով 2026-ի սեպտեմբերի վերջավորության մենք ուխտի պիտի երթանք Սուրբ Հակոբի մարմնին սրբատեղին եւ աղոտ պիտի բարձրացնենք առ Աստված Սիրելիներ ահավասիկ այս որոդացող որդիները ինչպես ասի Քրիստոսի անտեպ իրենց նախանցախնդրութենեն է մղված այսպիսի որոդացին սակայն ինչպես արդեն խոսքիս սկիզբսի որքան Քրիստոսի մոդեցան անոնք այնքան խորունկ սիրով լեցվեցան Պաստորեն Հովանես Առաքյալ որ միակն էր առաքյալներու մեջ որ չնահատակվեցավ սակայն ահավոր չարչարանքներու ենթարկվեցավ նույնիսկ զինք երացող ցետի մեջ դրին բայց դերը անոր կյանքը խնայեց Բատմոս գղզին ակսորվեցավ ուր հայտնությունը տեսավ եւ հայտնություն Հովանու քիրքը գրվեցավ Սիրելներ ինք 100 թվականին է որ իր աչքերը փակեց եւ մինչեւ իր կյանքի վերջավորության Հովանես Առաքյալ գսեր սիրեցեք իրար եւ երբ մարդիկ կարծեն ինչու համար այսպես սկսես ասավ որովհետեւ դերը մեզի պատվիրեց սիրել իրար ահա սիրո Առաքյալ դարձավ ինքը եւ նոր գդագարանի մեջ Հովանես Առաքյալի նվիրված 5 քիրքեր կան իր անունով Հովանու ավետարանը առաջին երկրորդ երրորդ Հովանու նամակները եւ հայտնություն Հովանուն եւ այս քիրքերու մեջ 40 անգամ ավելի սիրո մասին գխոսի սեր բարը գործածի Առաքյալը որոդացող այս մարդը Քրիստոսի սիրով լեցվեցավ ու սեր դարածեց ամբողջ աշխարհի մեջ մենք ալ սիրելներ նկարակրով գրնալալ որ որոդացողը լանք նախանցախնդրութեն եմ մղված բայց դերը մեզի կգանչե ոչ թե որոդալու այլ դերը մեզ կգանչե սիրով ապրելու եւ սեր դարածելու այսօր սիրելներ ես ցեզի պիտի ուզեմ որոդման որդիներուն նվիրված Սուրբ Հակոբի եւ Սուրբ Հովանեսի առաքյալներուն նվիրված շարագանը հայոց շարագանները ցեզի թարգմանաբար ընթերցել որբեսի տեսնեք որ մեր եկեղեցու հայրերը ինչպեսի շարագաններ կրած են այս օրտնյալ երկու եղբայրներուն Զեբեդեոսի որդիներուն այս ամբողջ կանոն մգա կանոն կնշանակե շարագաններու ամբողջ շարքը որոնք երկվին թե սիրելիներ գիշերային ժամերկության ընթացքին օրտնության շարագանը եւ թե նաեւ արաբոդյան ժամերկության ընթացքին բոլոր ուրեմն շարագանները թե հարցը թե մեծասուսեն թե ողորմյան թե դերերկնիցը թե մանգունքը ես այսօր ցեզի պիտի ընթերցեմ այս շարագանները քրափար թարգմանելով ցեզի որբեսի երբ եկեղեցու շարագանները լսեք ավելի լավ հասկանաք ուրեմն նախ օրտնության շարագանը ասեմ որ
այս շարականները ընդհանրապես ամբողջությամբ գվերակրվին Սուրբ Հովան Օծնեցի Գաթողիկոսին, Սուրբ Հովան Օծնեցին սիրելներ 724-ին է որ մահացավ, 717-ին ինք եղավ հայոց Գաթողիկոս, փանիմաց, քրակետ, շարականակիր եւ սրբությամբ լեցուն։ Իսկ ոմանք սիրելներ միայն օրհնության բաժինը գվերակրեն Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդին, այնքան սկանչելի արաքինություններով եւ շնորհներով լեցուն, որ մարդիկ զին կոչեցին շնորհալի։ Ուրեմն օրհնության շարականի մեջ կսվի հայրական անեղ ծնունդը, ով է հայրական անեղ կնշանակե չստեղծված, ով է Աստուծո միակ ծնունդը, որ անեղ է, չէ ստեղծված, այլ ծնած է հորմեն Հիսուս Քրիստոս։ Մենք սիրելներ Աստուծո ստեղծվածն ենք, Հիսուս Քրիստոս ստեղծված չէ, այլ ծնունդն է։ Ուրեմն հայրական անեղ ծնունդը, որ էյությամբ, բնությամբ միշտ որդի է էյեն, են Աստված է։ Միշտ էյեն որդի է, որոդման որդիները վերեն հնչեցուցին եւ ծածկված խորհուրդը մարդոց որդիներուն հայտնեցին, այսինքն այս որոտման որդիները Հակոբոս եւ Հովանես Արաքյանները Քրիստոսի ծածկված խորհուրդ է որ հայտնեցին մարդոց, Քրիստոսի աստվածության մասին խոսեցան։ Անզգիստ փանը Աստուծո խոսքն է, Քրիստոսն է, որ անզգիստ է, սկիզբ չունի, սկիզբ վախճան չունի։ Գույսեն սկսնավորվելով, Սուրբ Մարիամեն սկսնավորվելով, երկրի վրա մարմնով երևցավ։ Զոր ճշմարիտ փանին քարոզիչները տեսան եւ դիեզերքին Աստված եւ մարդ ծանուցին։ Ուրեմն Արաքյալները տեսան փանը։ Հովանես Արաքյալ իր առաջին նամակի առաջին գլխու առաջին 4 համարներում մեջ կսե մենք մեր աչքերով տեսանք, մեր ագանչներով լսեցինք եւ մեր ցերկերով շոշափեցինք փանը, այսինքն Քրիստոսը, խոսքը Աստուծո։ Եվ ահա զայն է որ գքարոզենք։ Աստված փանը Քրիստոս, այսինքն որ Աստված է, իսկապես մարմինին միացավ, էյությամբ ըլլալով անփոփոխ, որովհետև ինքը գադարյալ Աստված է, գադարյալ Աստուծո հետ, հայր Աստուծո հետ, որուն ագանադես եղան որոդման որդիները, իրենց աչքերով տեսան եւ բոլորին քարոզեցին մարմնացած փանը։ Հիսուս, որ երկնքի մեջ հոգի էր, մարմնացավ, ինչպես որ Հովանես Արաքյալ իր ավետարանի առաջին գլխու 14 համարի մեջ կսե։ Եվ փանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակեցավ։ Հորմեն անմարմին գույսեն մարմնացար։ Ով Հիսուս, թուն որ հորմեն անմարմին է իր, հոգի է իր, բայց գույսեն մարմնացար։ Թանցրացար չըմբռնվող փան, թանցրացար մարմին եղար, թուն որ չես ըմբռնվիր, ով փան, ով խոսք։ Զոր որոդման որդիները մարմնով շոշափեցին եւ ամբողջ դիեզերքի մեջ ցանկի ավետիսը հնչեցուցին, ուրախ լուրը հնչեցուցին։ Ամփովանտագելի լույս, թուն որ արարածներեն անդեսանելի է իր, թուն քեզ ամփոփելով մարմնով ծածկեցիր, զոր որոդման որդիները թափոլերան վրա արդափայլած դեսան, քեզ փայլուն դեսան, լույսեն ավելի լուսավորված տեսան եւ քերաբանց լույսին անջար դեսությամբ մակրվեցան եւ լույսը տեսան այլագերբության ժամանակ իրենք մակրվեցան։ Գիտեք որ սիրելներ Պետրոս Արաքյալ, Հակոբոս եւ Հովանես եղբայրները Հիսուսի ամենեն մդերմիկ 3 առանձնաշնորհյալներն էին, որոնք թափոլերան վրա Հիսուսի այլագերբվելը տեսան, Հայրոսի աղջկան 12 տարեկան աղջկան հարություն առնելը տեսան, Գեթսեմանի բարձի մեջ Հիսուսի ավելի մոդիկ եղան, հետևաբար ասոնք սիրելներ առանձնաշնորհյալներն էին, որոնք Հիսուսի ավելի մոդ էին։ Պետրոս Արաքյալը եւ Զեփեթիոսի երկու զավակները, որոտման այս որդիները Հակոբոս եւ Հովանես։ Հետևաբար անոնք դեսան այլագերբությունը Հիսուսի եւ Քրիստոսի լույսով մակրվեցան։ Անոնք գենարար խոսքովդ անմահացած մահ արհամարեցին։ Հանցնարին քեզի հետ չարչարանքի բաժակը ըմբել, որբեսի քեզ մի անվախճան կյանքի փառքը ստանան։ Ինչպես որ Հիսուս եւ որ արծուց կրնակ ըմբել, այն բաժակեն որ ես պիտի ըմբեմ, խմեմ, եւ անոնք սին այո, դարաբանքի բաժակներ եւ անոնք խմեցին այդ դարաբանքի բաժակեն։
Այժմ գընթերցեմ հարց շարականը, որ առավոտյան ժամերկությանը սկիզբը գերկվի։ Թուն որ ամեն բան ոչինչեն կոյացուցիր եւ մարդը աստվածային պատկերովդ ամմաության համար ստեղծեցիր, քեզ գործենք, ով մեր հայրերուն Աստվածը։ Թուն որ աշխարհ կալովդ փանսարգուին, այսինքն սադանային խապեյությամբ մահվան դադարդվածը նախքին парքին մեջ վերագանքնեցիր, քեզ գործենք մեր հայրերուն Աստվածը։ Թուն որ ընդրյալ արակյալներովդ դիեզերքը ճշմարիտ հավատքի հրավիրեցիր եւ որոդման որդիները ավիդարանիչ կարկեցիր, քեզ գործնենք, ով մեր հայրերուն Աստվածը։ Դեր օրտնեցեք եւ հավիդյան փառավորեցեք զայն։ Ան որ սուրբ արակյալները իրենց հոժար գամքով զորացուց եւ երկնային արքայություն հրավիրեց, օրտնեցեք եւ հավիդյան փառավորեցեք զայն։ Ան որ երջանիկ սուրբ արակյալները անաբական ցանկի մեջ ընդունեց եւ լուսեղեն խորաններու մեջ տեղավորեց, օրտնեցեք եւ հավիդյան փառավորեցեք զայն։ Ողորմյա շարագանը սիրելներ, որոդման որդիները, որոնք քեզ վերեն հորմեն ցակած ցանկի փան հնչեցուցին, Հովանես Արաքյալ Հիսուսը գոչեց փան Աստված, խոսք Աստուծո, եւ դիեզերքը սուրբ երրորդության օրտնապանության հրավիրեցին բոլոր մարդիկը, որ սուրբ երրորդությունը փառապանեն, անոնց բարեխոսությամբ ողորմե մեզի, ով որդի Աստծո, ով փան։ Թուն որ գույսեն մարնացար, քարոզիչները դեսան եւ աշխարի մեջ ավիդարանեցին միածնիտ քալուստը, անոնց բարեխոսությամբ ողորմե մեզի, ով որդի Աստծո։ Քեզի այդ չարչարանք եւ մահ հանցնարին դեր, քալուստի դադեն парքիտ մասնակցելու համար, անոնց բարեխոսությամբ ողորմե մեզի, ով որդի Աստծո։ Գգարտամ մացեզի գտարքմանեմ դեր հերկնից շարագանը, հոգիս գանուխ քեզի գտիմե ով Աստված, որ քու ընդրյալ արակյալներով հրամանիտ լույսը ձակեցուցիր աշխարի մեջ, անոնց սիրույն Փրգեմես Սուրբ Հոգիդ շնորհներով լեցվելով եւ երկնքի խորաններուն վրա բարձրանալով դեղյակ եղան միածնիտ անջար էության եւ քարոզեցին աշխարի մեջ անոնց սիրույն Փրգեմես Որոդման որդիները իրենց ամփոփ զորությամբ կրծան միածնիտ չարչարանքի բաժակը ընդունել եւ աչագոմը տասվիլ անոնց սիրույն Փրգեմես ամեն Եվ վերջապես սիրելներ մանգունքը պիտի երկեմ առավոտյան ժամերկության վերջին շարականն է Սուրբ Հովանես Արաքյալին նվիրված գսե ով երանելի դեր Հովանես թուն որ շնորհքը անստվեր լույսենը ստացար անստվեր լույսը ըստվեր ճունեցող շուկ ճունեցող լույսը Քրիստոս ինքն է սիրելներ որ երբեք ըստվեր ճունի շուկ ճունի մարդը շուկ ունի բայց դերը ճունի շուկ լույս է ոդե Եվ արաքյալներու երջանիկ տասերու մեջ հրաշազարդ եղար, մեր հանցանքներուն համար թողություն խնդրե դիրոջմե։ Թուն որ անմադույց լույսին սարսափելի բարանոցին բարեցար, Հովանես Արաքյալն էր, չէ որ Հիսուսի գուրցքին ուրեմն ձրեցավ վերջին ընթրիքի ժամանակ եւ մաքրվեցար, ինչպես ոսկին գրագի մեջ։ Արաքյալներու մեջ լուսազարդ երևցար, ինչպես արևը աստղերուն։ Մեր հանցանքներուն համար թողություն խնդրե դիրոջմե։ Թուն որ ցանկի աղբյուրեն խմեցիր շնորհներու փխումը եւ հոգին սուրբ հոգին թևերով անիմանալին հասար ինքը աստվածապանական միտք ունեցավ հետեւաբար ամենեն խորունկ աստվածապանության հասավ եւ հոր մշտենչենագից էագից որդին ավետարանեցիր մեր հանցանքներուն համար թողություն խնդրե դիրոջմեն ամեն Ավասիկ սիրելներ ցեզի ներգայացուցի որոտման որդիները Սուրբ Հակոբոս Արաքյալ եւ Սուրբ Հովանես Ավետարանիչ անոնց սիրելներ թե ցանկը թե կորցնեությունը եւ նաեւ շարականներու մեջ են ընթերցեցի անոնց նվիրված սկանչելի այս տողերը եկեք անոնց բարեխոսությունը խնդրենք դարվա այս վերջին դոնն է այսօր սիրելներ խնդրենք Անոնց բարեխոսությունը, որ դիրոջ մոտ բարեխոսեն մեզի համար, որ դերը ողորմի, մեզ մեր յուրաքանչյուրին, մեր ընտանիքներում, մեր ազգին, որբեսի Քրիստոսի լույսը ծակի մեր վրա եւ սիրով ու սրբությամբ լեցվենք իրարու հետ, խավարը անհետի, սադանան գործանի եւ մենք Քրիստոսի աղը եւ լույսը լանք մեր շրջապատի մեջ։ Աստված ցեզ արադաբես թողորտնե,
բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։